Այն սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ձեզ հետ ինչպես միշտ ֆանտաստիկ գանգուր մազերով վառվռուն աչքերով Թիկնավետ Վրեժ Կիրակոսյանն է։ Նաև մոռացար, որ բարձրահասակ։ Բարձրահասակ Վրեժ Կիրակոսյանն է, այո։ Եվ Անահիտ Կիրակոսյանը։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Եվ այս պահին իհարկե որպեսզի արթնանանք, մի լավ երաժշտական դադար։ Դե ինչ դիտեցինք տեսահոլովակ, ասեմ, որ այսօր ունենալու ենք երաժշտական եթեր, այնպես որ մնացեք մեզ հետ։ Ես շատ եմ սիրում, երբ անդրադարձ է լինում արվեստի, մշակույթի եւ ուզում եմ մի հրաշալի նորությամբ կիսվել ձեզ հետ։ Արար երգչախումբը դիրիժոր Գոր Մելքումյանի ղեկավարությամբ մայիսի 30-ին ժամը 19:00-ին շարք ասացումի խորագիրը գրող նշանակալի համերգով հանդես կգա Կոմիտասի Թանգարան ինստիտուտի համերգասրահում։ Այս եւ ամենի մասին մենք այսօր կզրուցենք մեր սիրելի հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են եւ մեզ են սպասում։ Մեր հյուրերն են Արար երգչախմբի համակարգող Դոնարա Մանուչարյանը, բարի առավոտ։ Եվ երգչախմբի անդամ Նելի Գրիգորյանը, բարի առավոտ։ Բարի լույս, ինչպես եք։ Հիանալի։ Մենք էլ ենք հիանալի, երբ իմանում ենք, որ լավ նորություններ են սպասվում։ Մի քիչ բացահայտենք մայիսի 30-ին ինչ է կատարվելու։ Ինչպես նշեցիք, մայիսի 30-ին ժամը 19:00-ին Կոմիտաս Թանգարան ինստիտուտում Արար երգչախումբը սպասում է իր ունկնդրին, հանդես են գալու համերգով։ Համերգը կրում է շարք ասացումի խորագիրը, այստեղ երեկոյին հանդիպելու են բառը եւ երաժշտությունը։ Երգչախմբի գործունեության շրջանակներում մենք շատ կարևորում ենք համագործակցությունը հայ եւ համաշխարհային ժամանակակից կոմպոզիտորների հետ։ Ունենք եւ ժամանակակից ստեղծագործություններ եւ նաեւ տարբեր ժամանակներում ավելի քան 10 օտար լեզուներով գրված ստեղծագործություններ։ Համերգին կհնչեն շատ ստեղծագործություններ, որոնք կկատարվեն առաջին անգամ։ Պետք է առանձնացնեմ նաև հայ ժամանակակից հիանալի կոմպոզիտորներից Երվանդ Երկանյանի կողմից հենց Արար երգչախմբի համար գրված շարքը ստեղծագործությունների խմբերքերի, որը կրում է Հուշեր անվանումը։ Անչափ շնորհակալ ենք կոմպոզիտորի նման մոտեցման համար, կան նաև այլ ստեղծագործություններ, որոնք կհնչեն։ Առաջին անգամ սա բարձրաժեք երաժշտության եւ բարձրակարգ ունկնդրի միջև նաեւ հանդիպում է։ Հրաշալի եւ իհարկե հարցս ուղղեմ Նելիին, Նելի ջան, քանի տարի է որ Արար երգչախումբը կա եւ երբ դուք դարձաք Արար երգչախմբի ընտանիքի անդամ, այսպես ասած։ Շնորհակալություն, Արար երգչախումբը արդեն 13 տարի է գործունեություն է ծավալում։ Ես Արարի ընտանիքի անդամ եմ դարձել 2 տարի արդեն մոտ։ Ինչը ձեզ բերեց եւ երաժշտությունը բարձրակարգ Արար երգչախմբի գործունեությունը իր տեսակով հազվադեպ է, քանի որ ոչ միայն երաժշտություն է իր մեջ կրում, նաև փիլիսոփայություն, մտածողություն ունի իր յուրահատուկ չկրկնվող մթնոլորտ ներքին եւ այդ արդեն վարակիչ է դառնում ու տանում է իր հետևից։ Այդպես լինելով կողքից ունկնդիր, ցանկություն է առաջանում լինել արդեն ներքուստ անդամ որպես մասնակից եւ դառնալ այդ ամենի մի մասնիկ։ Արարին այո, լսել է եւ չսիրահարվել է եւ չուզենալ հետ է երգել, եթե դու երաժշտական ինչ որ այսպես ասած ձգտումներ ունես, անհնար է։ Հա, մի շատ կարևոր բան ես կուզենամ հավելել, մշտապես երգչախմբի ստեղծման օրից երգչախումբը ստեղծվել է 12 թվականին, ինչպես նշեցիք, գեղարվեստական ղեկավար դիրիժոր Գոր Մելքումյանի կողմից։ Ի սկզբանե երգչախումբը ստեղծվել է դիպլոմային աշխատանքի նույնիսկ շրջանակներում, մենք ղեկավարը ներկայացրել է իր ավարտական աշխատանքը, հավաքվել են ուսանողներից խումբ, առաջին անգամ ելույթ է ունեցել երգչախումբը համերգով, այնուհետև այդպես շարունակական այնքան լավ է անցել, որ դիպլոմայինը վերածվել է պրոֆեսիոնալ արդեն 13 տարի գոյություն ունեցող երգչախմբի դասական, այսպես կարող ենք ասել, իհարկե բազմավոր նաև ստեղծագործությունների ընդգրկմամբ, շատ կարևոր մի այսպիսի գաղափարախոսություն տարիների ընթացքում ձևավորում ես, որպես նաև կառույց քո փիլիսոփայությունը եւ շատ կարեւոր ենք համարում այսպես երաժշտությունը չծառայեցնելը հաճույքին նաև առհասարակ երգչախմբային արվեստը իր շրջանակ ունի ունկնդրի եւ նաև
գուցե շատ ավելի փոքր գուցե լսարան ունեցող, բայց որակյալ լսարանի ձևավորումը առաջնահերթ խնդիրներից մեկն է նաև եղել։ Շատ կարևոր է նաև ստեղծագործությունների ընտրությունը, երգացանկի ղեկավարի կողմից մեծագույն բծախնդրությամբ ընտրվում են ստեղծագործություններ, որոնք որ պետք է կատարվեն, համահունչ գնալ ժամանակին, նաև չմոռանալ իրականում բարձր ստեղծագործությունները։ Այսպես ծրագրի ներողությունը առյուծի բաժինը հայալեզու է թե ավելի շատ օտարալեզու, օտար կոմպոզիտորներ են ավելի շատ։ Երևի թե այսպես հավասար չասենք հավասար, բայց գուցե ընդգրկումը շատ մեծ, այո, եւ կան հոգևոր ստեղծագործություններ, դասական, ժողովրդական ստեղծագործություններ, կրկին դասական մշակումներ, հիմնականում փորձում է երգչախումբը ավելի դասականի շրջանակներում հանդես գալ, բարոկ ստեղծագործությունները առանձին իրենց սիրահատուկ տեղն ունեն իհարկե երգացանկում։ Ըստ այմ հիմա հեռուստատիտողը որ մեզ դիտում է, ասում է ուզում եմ մայիսի 30-ին ներկա լինել, ինչպես կարող է ներկա լինել, տոմսը որտեղից ձեռք բերել։ Տոմսերը վաճառվում են Ticket On եւ Toms AM կայքերում պետք է նաև շտապել ձեռք բերել տոմսը, որտեղ արագ սպառվում է։ Արդեն արագ փոքր է դահլիճը նաև այնտեղի հետ։ Դահլիճը փոքր է, արդեն հաշված օրեր են մնացել։ Ընտրագույն եւ ընտրյալ հանդիսատես է լինելու ձեզ մոտ։ Հանդիսատեսը միշտ բոլոր միջոցառումների ժամանակ լինում են հատուկ նաև ունկնդիր ունեն կոմպոզիտորներից, փիլիսոփաներից, գրողներից, երաժիշտներից ձևավորված։ Բացի Երևանյան համերգներից Արարը շատ է շրջագայում եւ ինչպիսի ծրագրեր է ներկայացնում առասակ թե հանրապետությունում, թե նաև հանրապետությունից դուրս խոսենք սրա մասին։ Երգչախմբի գործունեության նաև առանցքային ուղղություններից մեկը հենց մարզային ծրագրերի իրականացումն է, այդպես մենք նաև հենց Լոռիում ենք իրականացրել ծրագիր Կոմիտաս, հողը եւ երգը, այո, 2 տարի այսպես ծրագիրը ընթացավ, համագործակցություններ ենք ունեցել, դեռևս երկրից դուրս շրջագայություններ չեն եղել, իհարկե կան առաջիկայում նման ծրագրեր, դրա մասին արդեն ավելի այդ ժամանակահատվածում մենք կխոսենք, իհարկե ծրագրեր կան, դեռևս Հայաստանի շրջանակներում շատ ծրագրեր ունենք իրականացված, նաև կրթական, այսպես։ Այն նշեցիք, որ Արարը ոչ միայն երգչախումբ է, այլ նաև փիլիսոփայություն է, հա, յուրահատկություն ձեր կյանքի համար ինչ է Արարը եւ ինչպես կարելի է դառնալ Արար երգչախմբի ընտանիքի անդամ, որովհետեւ վստահ եմ նաև կան շատ տաղանդավոր, հետաքրքիր երգիչներ, երգչուհիներ, ովքեր կցանկանան երգչախմբի մի մասնիկը լինել։ Արարի փիլիսոփայությունը նաև որպես երգչախումբ է գրավում, քանի որ իր բարդություններն ունի, ինչու ենք անդադ շեշտում ունկնդրի ընտրյալները, որովհետև երգչախմբային արվեստը դժվար ունկնդրելի արվեստ է, այսինքն բարդ է ընկալելը իր բազմաձայնության, մեղեդայնության հետ կապված, իսկ անդամ լինելու հետ կարելի է կապ հաստատել Դոնարայի հետ։ Կարելի է թե չի կարելի։ Կարելի է։ Երգչախմբում իդեպ շատ հետաքրքիր է, որ նաև բազմավորորդ անդամներ են։ Այո, ներգրաված, մեծամասամբ երաժիշտներ, ունենք նաև նկարիչներ, գործիքներ, արվեստի այլ ճյուղերի, այո, ներկայացուցիչներ, ովքեր շատ կարևոր են համարում կարգապահությունը, ինտեգրվելը միջավայրին երգչախումբի եւ կարծում եմ կոլեկտիվ արվեստը փոքրիկ երգչախումբը միշտ պատկերավորվում է որպես փոքրիկ պետության մեջ իրականում դա այդպես է որովհետեւ բոլորը անհատներ են խմբի մեջ կարևորվում է երկու գործոնել միասնականությունը անհատականության պահպանման միջոցով Հրաշալի, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ մայիսի 30-ին եւ ուրախ կլինենք, որ նոր համերգներ ունենաք ու մենք էլ ունենանք հնարավորություն լուսաբանելու ու մեր հեռուստատեղին ասելու, որ մենք ունենք Արար, որը շարունակում է արարել, ստեղծել, ստեղծագործել ու իր ունկնդրին իսկապես մատուցել բարձրակարգ որակյալ երաժշտություն տեղ-տեղ բարդ, բայց հիանալի, երբ դու այդ աշխարհում մոլորակ ես ընկնում։ Բայց ոչ շնորհակալություն ձեզ զրույցի եւ կատարած աշխատանքի համար ու հաջող համերգ մայիսի 30։ Շնորհակալություն, հնկալության համար, կսպասենք ձեզ համերգին։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, Արարին էլ նոր երաժշտական արարումներ։
Դե ինչ մեր հյուրերն էին Արար երգչախմբի համակարգող Դոնարա Մանուչարյանը եւ երգչախմբի անդամ Նելի Գրիգորյանը։ Դոնարան մի շատ հետաքրքիր բան շեշտեց, որ դիսցիպլինան անչափ կարեւոր է, ու իսկապես ես դեռ չեմ տեսել մի մարդ, ով երգչախմբում ընդգրկված է եւ չունի կարգապահություն։ Դա կարծես կողք կողքի է, հա։ Ու բացի այն անել քեզ համար, անել նաեւ կողքինիդ համար, այսինքն մտածել կողքինիդ մասին ու ոչ թե առանձնանալ անհատապես, այլ լինել, շնչել մի քանի հոգով միևնույն ուղղությամբ նայելով։ Սա շատ կարևոր հատկանիշ է, որ անկախ նայից ընդգրկված եք երգչախմբում, թե ընդգրկված չեք, ձեր կյանքի համար որպես կարգախոս ունենաք ու փորձեք լինել կարգապահ, ինչպես նաև մտածեք դիմացինի մասին, ոչ միայն ձեր։ Այո, կոլեկտիվիզմը շատ կարևոր է, որը որ մեզանում երբեմն բացակայում է, դրա համար մեզ մոտ ֆուտբոլ ասում են չի ստացվում, եւ իհարկե եթե մենք սիրենք մեր կողակցին եւ իրենից անպայման կախվածություն ունենանք, հաստատ կհաղթենք միասին։ Ինձ թվում է, բայց իմ ու քո դուետը ստացվում է Վրեժ ջան, երբ դու խոսում ես, ես լռում եմ եւ հակառակը, ճիշտ է։ Իհարկե։ Այսօրվա համար մենք նախատեսել ենք այսքանը, մնացեք բարով, ձեզ հետ օրդ բարիներ, Անեիտ ու Վրեժը։ Ձեզ սեր ու ջերմություն լավ օր։ Առայժմ։